Սիրելի հետևորդներ, բարևներ, բարի լույս բոլորիդ, այսինքն բարի կեսօր, աշխատանքից հետո վերադարձել եմ, անմիջապես փոխվեցի ու վազում եմ հողամաս, հասել եմ արփա գետ, արփայի մոտ եմ, արփայի ափին, կամուրջի վրայով անցնում եմ, որ գնամ իմ սիրած վայրը, գետի վարարման ժամանակն է, օրեցօր գետը սկսում է վարարել, ջուրը շատանալ, բայց ինձ թվում է, որ այս տարի այնքան էլ չի շատանա գետը, որովհետև ձյունը քիչ է եկել, սարերում քիչ ձյուն կա, անձրևներից էլ դե այնքան ամենայն դեպս չի վարարի, չի շատանա, այսպես, այսօր մենակ եմ գնում սիրելի հետևորդներս, մենակ, հուսամ հողամասերում մարդ կլինի, տաք է, հեյնա երևում է այն առաջի հողամասում մեքենա կա, բայց դա մեր հողամասերից շատ հեռու է, սա մոտիկ անմիջապես գետին է կպած, գնամ սերմերը ջրեմ, ու գոգնոց ու դանակ եմ վերցրել, կգնամ մի քիչ բանջար կքաղեմ, դեռ առաջի սիբեխը չենք համտեսել բանջարը, մի ուտելու բերեմ, լավ է, չնայած հողամասում շատ գործ ունեմ, շատ, բայց դե, քամոտ է եղանակը, ձեզ մոտ հարց չի առաջանում, սիրելի հետևորդներս, թե ինչու եմ անդադ այս ընկուզեն ու ծառի տակ կանգ առնում, գիտեք ինչու, որովհետև բարձր ճանապարհը են դիք կոչվածը, երբ որ բարձրանում եմ, շունչս կտրվում է, այստեղ մի պահ դադար եմ առնում, առջևում նորից բարձր ճանապարհ է, որ շնչառությունս վերականգնվի ու էդ էլ բարձրանամ, արդեն իջնելու պրոցես է կատարվում, դրա համար եմ կանգնում այստեղ, իսկ ամառն էլ հով լինելու համար, հով է այս անկյունը միշտ լինում, գնամ սիբեղ, խառը բանջար, ինչ պատայի կհավաքեմ, մի ուտելու հավաքեմ, գոհ ու ուրախ գամ, այս անգամ մենակ եմ, ոչ Սաթիկն է, ոչ էլ Ամալյան է հետս, երկուսն էլ աշխատանքի են, իհարկե դե ես արդեն մի քիչ շուտ եմ եկել, ասել եմ, ինչու եմ շուտ գալի, իմ շուտ գնալու հաշվին, այսպես, աջ դարս դեպի դաշտերը կանաչ, այսօր դաշտերն եմ գնում կանաչ բանջարի, հետևորդներս ինձ հաճախ է գրում, հարցնում հեռու է հողամասը տանից, այո շատ հեռու է, մոտավորապես 1 կիլոմետր, բայց դե ես հաճույքով եմ գալիս, շատ հաճույքով, որ ոտքերս ոչ ցավում են, ոչ էլ են, հաճույքով, ուրախ, երբեմն էլ տեսնում եք մենակ, այն կանաչ սարի, այն կանաչ հատվածներում լավ սիբեխ է աճում, տեսնեմ, հասցնեմ գնամ, տաք, արևոտ, իմ ամենօրյա ճանապարհը, սա է, տեսնում եք, որ աշխատանքից հետո եմ գալիս,
աշխատանքից հետո։ Մարդկանց խոսակցություն, մարդկանց ձայներ, լավ է։ Այս տատիլներն էլ սերմերն է, որ ցանում ես, հետևորդներ, եթե սերմերը ցանում ես, պիտի անդադ ջրես։ Խոնավությունը պետք է ապահովես, որ սկսեն արագ ծլել։ Դա էլ է պատճառ հանդիսանում, որ ամեն օր գալիս եմ։ Ցելոֆոնի տակ է, ինքը շուտ է չորանում, շատ շուտ։ Հասամ իմ սիրած վայրը, Արվակիս մոտ։ Ահա։ Արվակի քչքչոցն է, որը հեսա շուտով կկտրվի, որ մտնեմ հողամաս, ձայնը կկտրվի։ Այսպես։ Եվ այս հատվածից եմ գալի դույլով ջուր վերցնում։ Հեսա կգամ մի դույլ տանեմ, որ ջրեմ։ Հասա իմ սիրած հարազատ վայրերը։ Ահա։ Չեխական կողպեքս բացեմ, վազեմ դույլը բերեմ ու առաջին հերթին սատիլները ջրեմ սերմերը։ Ոնց որ թե մարդ չի եկե։ Կողպեքս չի տեղաշարժվե, չի բացվե։ Վազեմ դույլը բերեմ ու գամ։ Դույլը բերեցի, գնամ ջրի։ Ոյ, ավելն ինչ եմ բերել, տանում հետս թող մնա, ավելով որ ջուր անեմ, իմ ցնցուխ ավելն է։ Արագ գնամ գամ։ Ջրի մոտ եմ հասել, քչքչոցը գալիս է, Արվակի։ Այնքան տաք է, Եղեգնաձորում քամուտ էր, արև էր, բայց քամի էր, մեզ մոտ հիմա շատ լավ տաք է եղանակը։ Ահա։ Մի կողմից բացեմ ցելոֆոնը, այս կողմից։ Քամին չտանի։ Սիրելի հետևորդներս, հիմա մեր լեզվով բարբարով ասեմ, կասեք այսքան տեղը ոնց ես կրիատ հանում գալիս ես։ Կրիատ, այսինքն ղրիատ հավես։ Ճարս ինչ է։ Խոնավ է, բայց այս մինչև ծլելու շրջանը պիտի խոնավ լինի։ Չենք ասում, որ շատ էլ խոնավ, որ չնեխիկ, օրինակ վաղը կարող եմ սա էլ չջրել։ Այս պահը ջրեմ, որ սերմերը ուռեն, խոնավություն վերցնեն ուռեն, վաղը չեմ ջրի։
Ջրում եմ, բայց իմ այդ հայացքներից մի վախեցեք, որ ջրում եմ, կողքերս եմ նայում, սովորություն է։ Մի հատ ձայն, շշուկ, դփոց, թռչունի ծլվլոց ես նայում եմ կողքերս։ Մեկ էլ մի բան եմ ուզում ասել, սիրելի հետևորդներս, հաճախ ինձ մեկնաբանություններում գրում եք, թող ամուսինը տանի։ Ես չեմ սիրում ձեր այդ գրած մեկնաբանությունը։ Ինչ է անում ամուսինդ, որ չի օգնում քեզ, կապես այդ գրողների գործը չի։ Ամուսինս աշխատում է, որ տանը լինում է, անպայման ինձ օգնում է։ Մեր խելքն էլ է կտրում, մանավանդ իմ խելքը, մի քիչ վարկացած եմ ասում, բայց այդ գրողները թող հասկանան, որ ինձ օգնում է։ Եթե տանը լինի, անպայման կգա կօգնի։ Մեր խելքն էլ է կտրում։ Այնպես որ դուք ձեր գործին, ես էլ իմ գործին։ Ու ասեմ, որ դա վերաբերվում է այդ շատ հետաքրքրասեր մեկնաբանություններ գրողներին։ Դուք ձեր գործով թող ձեր ամուսինը ձեզ օգնի, ինձ էլի եմ ասում, ինձ ոչ ոք չի ստիպում, որ ես այս գործերը անեմ, ոչ ոք։ Ես շատ սիրում եմ այս գործը եւ գործն էլ վաղվան չեն թողում, կիսատ ամեն ինչը իր ժամանակն ունի, ես մեկ ամիս չեմ սպասելու, մինչև որ ամուսինս գար, փորի, ցանի, հետ կընկնի, ամեն ինչ իր ժամանակն ունի եւ խնդրում եմ, եթե դիտում եք, դիտեք, չէ, մի խառնվեք իմ անձնական գործերին, կյանքին։ Ես դա կասեմ։ Սուրին ու բարդին, ամեն ինչպես սուրին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին, թո ամեն մարդ իրա դարդով տապակվի, այսպես ասած, չեմ սիրում, այսօր գրել էին, կարդացի, ջղայնացա, բարկացա, ամուսինդ ինչ է անում, իմ ամուսինն աշխատում է իր աշխատանքին է, որ տանը լինի, անպայման կգա կօգնի։ Քո պատկերը նորում է Ես մի փոքրն էլ չեմ ուզում լցնել, ավելով էլ չի լինում, լցնեմ ծառին։ Փակում եմ նույն ձևով։ Քարեր եմ դնում, որ հանկարծ քամին ցելոֆոնը չքշի տանիցս։ Հիմա մտածեմ, աշխատեմ թե ոչ, բարձրանամ այնտեղ։ Իմ զենքու զրահը, չեմ ուզում սա թողել, մեկ է տեսար բանջար հավաքելու տեղից, գլուխս կախեցի, այս կողմով չեկա, ուրիշ կողմերով եկա, գնացի տուն։ Ուր եմ։ Դանակը մտածեցի չեմ բերել, ոչ հեսա բերել եմ, դանակս, էսի չկապեմ պոչիցս,
Կդնեմ այստեղ սիրուն, սա կշալակեմ, թե ինչի բերեցի ես, այսպես, բայց կարելի է մի քիչ գործ անել նոր, ժամը քանիսն է, գիտեք ինչ եմ ուզում անել, ուզում եմ մի քիչ կովի գոմաղ այդ պարարտանյութ տալ, ձեռնոց հագնեմ, ծառերին լցնեիմ, այսպես, գնամ այդ բաղչայի կողմերից մի քիչ սիբեղ, մի բեղ հավաքեմ, դուրս փակեմ, բայց չեխական կողպեկիս փականն ինչ եղավ, ոյ քեզ բան, նազո էդ ուր բացիր գցիր, չկա, հա հեսա, որ կորեր վերջ, որ կորավ ուրեն վերջ, վերջն է, հեռու չեմ գնում, հա, այս մոտերքը, մեկ էլ կարող այն կողմ գնամ, սիբեղ մի բեղի, դա թողամասից տարածներում, այս մոտակայքում եմ գնում, ուրիշ տեղ չեմ գնում, այս մասերը շատ լավ մեծ սիբեղներ կա, գնամ հավաքեմ, մեծ են սիբեղները, հավեսին, տեսեք ինչ լավ սիբեղներ են, պոչերը հաստ, լավ, խառը ինչ պատայի կքաղան, ծլուն հավես, Իշքան մեծ են արևկող տեղերը խոտերի մեջ, շատ մեծ են, ուղղակի անհարմար է նկարելը, համ նկարեմ, համ դնեմ, այսպես ցույց կտամ, բա, ով է ասում, որ բանջարը չի եղել, լավ էլ եղել ասի բեղը, լենվերի մասերը իշքան լավ կլինի, սիրելի հետևորդներ, քանի որ ժամանակ չկա, այսպես քաղեմ, տանեմ, տանը կմաքրեմ, գնում եմ արջի ձորը, արջի տարածները, այս հատվածներում էր, մենամարտը, հիմա կասեք, գլուխդ կախեցիր, գնացիր, գախնի էթա մարաժոյի հավատում եք, գախնի, Ջելի հետևորդներս մի քիչ են կողմը քաղեցի և որոշեցի այս հողամասի վերին դռնով բարձրանամ այդ սարերը, այդ կողմի վրա, համ բարձրունքի վրա է, կտեսնեմ շուրջս ինչա կատարվում, համ էլ այդ կողմի սարերը հենա, խոտ մոտ չկա, վառվածը, կանանչն էլ եղած, մի քիչ էլ հիանամ իմ այս գեղեցիկ աշխատանքով ու հլնեմ, այսպես, տեսեք այստեղ լավ կանաչ է, ամեն ինչ կանաչ,
Այս մասերն է պետք է մաքրվի, առուն է ջրատար, որտեղից այս առուն պետք է մաքրվի, որ ջուրը գա, դրա համար ջուրը չեն կապում, ովքեր այգի են մշակում, հավաքվում են այս ամբողջությամբ այս առուն մաքրում են, որ ջուր կապենք, չգնանք կրենք։ Սիրելի հետևորդները, սա հողամասիցս մի քայլ վերև, այս հատվածներում մաքուր, կանաչ հավեսին տարբեր տեսակի բանջարներ կան, քաղեմ ու ծանոթացնեմ։ Սա խալվորուկ ենք ասում, շատ համով բանջար է, համեմի պես տեսք ունի, համեմի նման է, շատերն էլ կարող է շփոթեն մանդակի հետ, շատ համով բանջար է։ Միատնի մի տեսակ համ ունի, խառը տարբեր բանջարներով յուրահատուկ համ է լինում։ Քեյսը լիքն է։ Ահա, բարձրանամ քաղեմ։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա կասեք այս աղջիկը գլուխը կախեց, մենակ գնաց։ Չնեղվեք, չանհանգստանաք, սա էլ ուլի ականջ է, ուլի ականջա, էսա ուլի ականջ, սրա սոխուկը չենք ուտում, պրպոշինն ենք ուտում, պրպոշի սոխուկը քաղցր է, ուլի ականջինը դառնա, ափսոս չեմ կարում լավ նկարել, մի ձեռով քաղում եմ, ու Սիբեխ էլ է սա վերևները, սիբեխ եկա կհանդիպի։ Մի հատ բարձրանամ տենամ վերանքում, վերևներում, ինչ է կատարվում, չէ՞։ Ես արդեն սկսեցին, համ սիբեխ, խառը բանջար, իհարկե չեմ մաքրում, տանեմ տունը, ժամանակ չկա, մի անգամից տաքը եղավ, ամենահամով էս առաջի բանջարն է, սիբեխը, ինչքան կա, մի հատ նայեք էլ, սիրելի հետևորդներ, ահա, քանի գնում, կենացներն են քաղցրանում, սիբեխներն են շատանում, սիրելի հետևորդներս, սաղ ժամանակ ես մենակ ման եմ եկել ես տարածքներով, այնտեղ են ինչ հետաքրքիր սև բանա, մի հատ Հենից սևա ծառի մոտ ինքը ինչ-որ մի բան ոնց որ նստած լինի, այդ հատվածում էր արջը, այդ տարածքներում սևա, հետաքրքիր է, եթե կենթանի լիներ կշարժվեր, բայց դե չի շարժվում, հաստատ արջը տենց խելոք չեր նստի, այդ հատվածում էր, այդ բարդիների մոտով, այդ մասերն է մեր մառաժուն, այսպես նայում եմ ոչ մի բան չկա, նազո սիբեխներդ, արագ բանջարներդ քանի իրար մոտ են, այսպես քաղի ու պոկվի տուն, տեսնում եք չէ մեր բնությունը ինչքան առատաձեռն է, իրար մոտ է
աճեցնում սիբեխներին, որ ես շատ չտանջվեմ։ Ահա։ Բա այս ուլի ականջների հետ շատ լավն է։ Խառը բանջար։ Հոմենակ աշխատելով չի սիրելի հետևորդներս, պիտի նստեմ հանգստանամ էլ, իմ հանգիստը վայելեմ, չէ, անդադ պետք չի աշխատել, բարձրանամ բարձունքը, նստեմ ու նայեմ, հավեսա, ինքան եմ սիրում ես խաղաղությունը, մենակությունը սարերի, դաշտերի, հանգիստ հավեսին, խաղաղ, նազո ջան, ես քարն էլ կարծես հենց բասկաթոռ լինի, բազմոց լինի, բազմել եմ քարին, սարի լանջին ու նայում եմ, չէ, գործ չեմ անի, այսպես, ինչքան է բանջար կա, աչքովս ընկան, հելնեմ արագ քաղում եմ ու պոկվում եմ տուն, գնում եմ մաքրելու ու այս համեղությունը եփելու, ասեմ ոչ Լիլիթն ա ուտում բանջար, ոչ էլ Մերին, մենակ ես եմ սիրում, իմ համար մի ուտելու է տենց մի բրդուճ լինի, գոհ եմ, բայց շատ կա, ժամանակ ու քաջություն ա պետք, քաջություն, երևի թե ես ունեմ այդ քաջությունը, եսա բարձրանում եմ ավելի վերևից էլ նստեմ մի հատ նայեմ, չէ, տարածքները վտանգավոր չեն սիրելիներս, այդպես, հլնեմ անցնեմ գործիս, դանակս ուրա, փախան բանջարները, հենց հելան պաղկվան, Ոյ ներքևի, տես հելավերև ներքևում երևացին բանջարները, բայց նալիս եմ, դժվար է շատ մենակով քաղել ու նկարահանել, հիմա ինչ կլինի, կադրը կարող է մի պա թրթռալ, դա որակից շարժու ձևից է, որ շարժվում եմ համ էլ քաղում, փոխանակ վերև բարձրանամ, նորից իջա ներքև, որովհետև այս ներքևի հատվածում լավերը նկատեցի, բանջարը այդպես է, ինչ բանջարի էլ գնաս, վեր ու վար պետք է անես, որ լավ հավաքես, մի կետի չես կարող մնալ, թե ինչի զորեցի հելա, վերև, որ պետք է ներքևում կար քաղեին, պատկերացնում եք գարնան բերան, արջը ինչքան սոված կլինի, Ոյ, ես մոսիս ինչ լավ սիբեխներ են, մեծ, հավեսին, կարծես թե
իմ համար ցանած լինեն։ Ալո ջան, մի շտապի։ Որ ուզեմ կծախեմ էլ, գցեցի հանակի, բայց թթվաշուկն էլ է եղել, թթվաշուկ ովքեր են թթվաշուկ սիրում, ավելուկի պես պուճուր, թթվաշ, համեղ ինչ-որ մի բան։ Պատկերացրեք մի ատե անձրև որ գա, այս անձրևից հետո այս սիբեխները ոնց կաճեն, կարող է նաև որ դախ անան, հա։ Որքան բարի ես, դու Տեր Աստված, որքան բարի ես, դու մեր Աստված։ Սիրելի հետևորդներս, չվախենակ, խնդրում եմ, մեկնաբանություններում չգրեք, Նազո, էս ուր գնացիր, մենակ ինչ ես հասետերանք, խնդրում եմ մի գրեք։ Կարող եք գրել միայն ուրախությամբ ուտեք, չգրեք ինչի գնացիր, ինձ դուխաթափ չանեք։ Սա պրպոշն է արդեն, մի քիչ փայլուն է, սրա սոխուկները կարող ենք ուտել։ Ուր եմ գնում, այսպես, այս տարածքները առաջ իշքան եմ ֆռացել մենակ մանեկել, չնայած հիմա էլ եմ ման գալի։ Բանաստեղծություն կա, չէ, բարձրանամ կապույտ գահը լեռների, արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, թագադրումն է ոնց որ, հիմա իմնա, բարձրանամ կապույտ գահը լեռների, այս մասերում ես լավ հիշում եմ խալվորուկ էլ կա, մի քիչ էլ խալվորուկ քաղենք հեսա։ Ինչ անում է Սարագ Նազո։ Այս ձորերի մեջ շատ մառաժոկ կա։ Մեզ շնչի, մեր բարբառով ասած, մեկ կրնգի ման էի գալիս։ Հիմա ինչն է խանգարում, չգիտեմ, միգուցե արջը, հողամասերից իշքան հեռվացա ես, սիրելիներս, շատ հեռվացա, ուզում եմ գնալ այս ձորերի կողմը, տեսնեմ այս կողմերը ինչ կա։ Այս կանանչ բացատներում էլ էի ման գալիս։ Արջի տարածքներն են։ Մեկ է տեսար
ծառերի միջից հելավ ու հապ։ Սինձել եմ քաղում, ինչ տեսնում ենք։ Սիրելի հետևորդներս մի ահագին խառը բանջար հավաքել եմ ու գնում եմ տուն։ Հիմա գնամ ես ճանապարհի վրա էլի բանջարներ կան տեսականի, մի քիչ էլ այնտեղից քաղեմ ու գնամ։ Շատ լավ եղել է, բավորեն մի կողմը գնամ ինչքան կա։ Այսօր մենակ եմ, մի օր շքախումբս կհավաքեմ, շքախմբով կգամ, բոլորին կբերեմ։ Էքսկուրսիա համել մի հատ մի կտոր հաց կուտենք դաշտում, դաշտի հացը շատ համով է։ Դաշտի հացը շատ համով է, սիրելիներս։ Ահա, այսպես կարևորը իմ սերմերն էր, որ ջրեցի ու բանջարս հավաքեցի։ Այսօր արշավ էր, հանգստանում ենք, այստեղ տեղ կա էլի, հես աստեղը անքից էլ սիբեղ մի բեղ հավաքելով կգնամ։ Հողամասերում մարդ չկար ես մեր հատվածներում, այս սկզբի մասն էր, որ մեքենա կար, այնտեղ էր, որ մեքենա կար, Նազն էլ մի րոպե նստի ես գետակի մոտը, այսօր նստելուց է հավեսին, այս առվակի ձայնը ինձ շատ է դուր գալիս, սիրում եմ առվակի քչքչոցը, ինչպես նաև որ դուք եք սիրում առվակի ձենը, գիտեմ, անդադ գրում եք, այսպես նստեմ, նայեմ այս հավեսին հոսող առվակին, այսպես հոսում, գնում է, լցվում է արփագետը։ Արփագետի վտակներից է։ Աղբյուրի մոտ է, այն կողմն է աղբյուրն է, որ միշտ գնում ջուր ենք խմում, ինչու չէ տանում ենք կոֆե ենք դնում այդ ջրով, համով ջուր է գետնի տակից բխող եկող։ Այսպես, այսօր գեղեցիկ տեղերում նստելու եմ, անդադ կնստեմ, անցնեմ ճանապարհը։ Այս խոտերի մեջ ծառերի տակ տեսնես մարաժոն չի եղել, այս կողմերի վրա էլ մարաժո կա։ Ահագին քաղել եմ, գոգնոցումս ահագին բանջար կա։ Այստեղ մի տեղ էլ կա, մտնեմ, քաղեմ ու գնամ։ Լալամ։ Տեսեք ինչ մացառու տեղեր եմ եկել։ Հիմա կասեք Նազո հետ դարձի, Նազո հետ գնա։ Վախենալու է, չէ։ Սիրելի հետևորդներ էլի քաղեցի, ուղղակի որ սարերի դժվար վայրերում եմ քաղում, չեմ կարողանում նկար անել, շտատիվս էլ շուռ է գալիս, հաճախակի ու ընկնում է, քաղեցի, մի տեղ էլ կա էլի ճանապարհի վրա, դե արդեն գիտեք ես այս տարածքներում ամբողջ բանջարների իմի խոսքով ինչ, որը, որ երբ է աճում, որտեղ է ծլում, որ ժամանակ, երբ, ես ամբողջը գիտեմ, միայնակ ման եմ գալիս, մեր դաշտերով, ու իմ արդեն նշանները գիտեմ, երբ մեզ մոտ բադամը ծաղկում է, ուրեմն ծնեփեկը մարաժոն դուրս է եկել, սիբեխը, որ ահավոր մեծ է,
Սիբեխը, որ ահավոր մեծ է։ Սերկեֆիլը երբ մեզ մոտ ծաղկում է, արդեն սունկը դուրս է եկել Սարավա իմ սնկի տարածքներում, որ շատ եմ գնում հավաքում։ Մի խոսքով այսպես այս մեր տարածքներում էլ մարդ չկար։ Այս մոտիկ հողամասում է, որ մեքենա կա, դե են էլ մեզ ինչ, եթե ինչ որ մի փորձանք էլ գա, մի կենթանի էլ հարցակվի վրաս, գոռամ, բղավեմ, պատռվեմ, ոչ ոք ինձ չի լսի։ Միայն Աստված ինձ կպաշտպանի։ Այդպես։ Գնամ են մի փոքր էլի շուտ դուրս է գալիս, ժայռերի տակ է, քարերի մեջ, հետ էլ հավաքեմ Աստծուն փառք։ Իմ ուտելու բանջարը քաղեցի, այն որ հուշս հետ էր սիրելիներս, իմ բանջարը քաղեցի, գնամ։ Սիրելի հետևորդներս, եկել եմ մի հատ դժվարին, քարքարոտ տեղ, քարերի մեջ, առաջին քարերի մեջ, Սիբեխի, այն որ տաքությունը տվել է, տեսեք ինչ մեծ սիբեխներ են աճել, քարերի մեջ է լինում, սինձ էլ կա, հələ սնձի մեծությունը նայեք, ինչ լավ սինձ է, շքոն է մեծացել, մի խոսքով այսօր ինչ բանջար տեսնում եմ, քաղում եմ, բայց այստեղի սիբեխները իրոք հրաշք են, մի մետրանոց, ես տեղերը գիտեմ, որտեղ երբ է լինում, ժամանակին քարերը արևից տաքանում են ու լավ սիբեխները մեծանում են, կարելի ասել նույնիսկ շատ են մեծացել, բայց դե մեծ չի, ուղղակի սա տաքությունից է այսքան մեծացել, դալար է, դաղ չի, ամբողջը սիբեխներ է, դե Նազո ջան դու էլ քաղի, մի քիչ վտանգավոր է, մեկ է տեսար այս քարերը շուռ եմ տալի, այսպես, և իհարկե էլի ոսկի չեմ ճարում, օձ չլինի, օձից էլ չեմ վախենում, գիտեք, վախեցող պտուղը օձից ես հենց տեղեր չեր մտնի, այս հատվածը ավելի մեծ էր, քան են հողամասի կողմը, ծախում եմ սիբեղ, չգիտեմ ինչքան է հիմա կիլոն, բայց հաստատ թանկ է, տանեմ տունը նստեմ մաքրեմ, գլխից գործ եմ բացում, հələ ինչ մեծերն են, քարքարոտ է, դժվար է, բայց դե հո մեծ է, հաստը, նայեք, այս սեզոնին մարդիկ դեռ մտածում են, որ չի եղել, բայց մեծ է, քարերը շուռ տանք, հիմա մի հատ գործ լիներ հողամասերում, ասենք քար ենք շուռ տալի, եկեք չենք անի, բայց սիբեղ քաղելու համար սարեր եմ շուռ տալի, քարեր եմ շուռ տալի, որ քաղեմ, սարեր, քարեր, ամեն տարի այս քարերի ձևը փոխում եմ, սիրելի հետևորդներս, այս կողմից վերցնում լցնում եմ այն կողմը, այն կողմից էլ լցնում եմ այն կողմը, քարերն եմ քամում տալի, քարեր եմ շրջում, սարեր եմ քանդում, բարձրանամ կապույտ լույս մեկը, Այ Նազո ջան, քանդի քարերը, ես մեծ, բայց դալար սիբեխներին հանի, այս կյանքում հեշտ ոչինչ չկա, են ուտելն էլ է դժվար, սիրելի հետևորդներս, նայած ինչ ես ուտում, ում քրտինքն ես ուտում,
Հալալ փող է, հարամ փող է, ուտելն էլ է դժվար, հեշտ են մարսում։ Չնեմ սարը, քարը ու գնամ տուն։ Ահա եւ վերջ այսօրվա իմ շրջագայությունը ավարտվեց։ Քաղեցի բանջարը, ինչքան որ հարկավոր էր ու հիմա գնում եմ տուն։ Այն ինչ լավ գործի եք։ Անգարեցի են լավ նստեք։ Ահա սիրելի հետևորդներս, Սարից իջա ես քաղաք։ Իրոք Սարերից իջա մեր քաղաք վայքը։ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս ու գարուն այտերիս Սարից իջա ես քաղաք։ Ու մարդիկ ինձ տեսնելով, չէ՞, հիմա մարդիկ ինձ տեսնում են, հարցնում են, էդ ինչ ես քաղեսի բեխը դուրս է եկել, ասում եմ, հա, ինչի նոր է դուրս եկել, ես էլ դեռ շուտ պետք է սիբեխ բերած լինեի։ Դե լավ կհանդիպենք տանը արդեն։ Սիրելի հետևորդներ, ես վերադարձել եմ տուն եւ իմ քաղաց հավաքած բանջարն եմ ցույց տալիս։ Իհարկե ասել եմ, որ կեղտոտ եմ քաղելու, տանը կմաքրեմ։ Դե գիտեք դաշտում ինչքան վտանգավոր է մենակ մնալը, մի հատ էլ մաքրած քաղեի։ Չէ, վտանգի համար չէ, ուղղակի որ նկարում է դժվար է։ Նկարելու ընթացքում դժվար է, որ մաքրեմ, աման-չաման բերեմ ու մաքրեմ խառը բանջար, համով բանջար, առաջի ու բարը։ Վատ չափ չի, տարբեր չափերի է։ Արագ մաքրեմ, լվանամ, էփեմ։ Դաշտում մեկ այչքան էլ մաքուր քաղում ես, մեկ այլի բերում ես տունը, պարտադիր պետք է մաքրես, նայես խոտ է լինում մեջը, չորացած խոտի մնացորդներ, տերևներ, շատ էլ արագ էփվում է բանջարը։ Բացում եմ, այսպես լավ մաքրում եմ ու փոքր է կտրեմ, երկար է ինքը։ Խինձ։ Մենք սինձ ենք ասում, սինձ ենք ընդհանրապես ասում, բայց վայքի բարբառով խինձ են ասում, խինձ։ Սա էլ խալվորուկն է, սիրելիներս, ավելի մոտիկից ցույց տամ, տեսնեք, ոնց որ համեմ լինի, մարդ կա կաղաշփոթի նմանացնի մանդակին, ինքը միատնի է, բայց իմ դուրը գալիս է դրա համը, շատ համով է, հոտն էլ, խալվորուկ, հալիվորուկ։ Օրս բացվավ սիրելիներս, ինձ դաշտից տուն բերել չի լինի, բնությունը ինձ շատ է կանչում։ Հեսա մեզ մոտ արդեն լրիվ սեզոնը կբացվի, սիրելի հետևորդներս, չեմ իմանում իմ 25 թվականի արձակուրդը երբ վերցնեմ, որ շատ տանջվեմ, մարդիկ արձակուրդ են վերցնում, գնում են հանգստանալու, ես էլ գնում եմ անհանգստանալու, իմ հանգիստն էլ ուզում եմ իմ արձակուրդի օրերն էլ ուզում եմ դաշտում անցկացնեմ, որ գնամ բանջար բան շատ հավաքեմ, խելքս, բա, չգիտեմ, միգուցե ես սխալ եմ ապրում իմ կյանքը, չեմ իմանում, ճիշտ ամեն մարդ իր ապրած կյանքով ճիշտ է, իրա ճիշտն ունի, ինքը իր արարմունքը ճիշտ է համարում, ես օրինակ ճիշտ եմ համարում, որ գնում եմ դաշտ, ոմանք կարող են դա ճիշտ չընդունել, ծաղրանքի ենթարկել, բայց ես սիրում եմ, իմ ճիշտն էլ դա է։
Սիրելի հետևորդներս, մաքրելուց հետո մի լավ լվանում ենք սիբեխը։ Ահա, լցրել եմ ջուրը, այստեղ լվանամ, մաքուր, փակեմ ու լցնեմ այստեղ։ Հոսով ջրի տակ լավ լվանում եմ։ Նորից սա հետ եմ լցնում մաքուր ջրի մեջ, մի քանի անգամ։ Լավ լվանում ենք, մինչև տեսեք այս ամանի ջուրը այսքան մաքուր զուլալ լինի, ոչ մի բան չլինի մեջը։ Այստեղ էլ դաղց էի հավաքել։ Մաքուր հավեսին, բանջար։ Սիրելի հետևորդներս, հիմա ես արդեն սիբեխն եմ պատրաստում, տեսեք, հավեսին, մաքուր, սիրուն, տեղը տեղին, բանջար։ Մի հատ նայեք, այսպես։ Բա, լվացել եմ ու ջուրն էլ արդեն եռում է։ Կլցնեմ քիչ-քիչ, կացան ասեմ, որ փոքր չի, որովհետև հեսա եռած շատ պակասելու է, նույնիսկ կացան մեծ կթվա, մեծ կլինի, այս պահն է, որ համեղություն է, բասրա համար չարժեր չարչարվել, անմիջապես բույրը տարածվեց խոհանոցով, անմիջապես, դե սիրելի հետևորդներս, ահա, և այս կողմի վրա տեսեք ինչ է եփում, ինչ է եռում սպագետին, հիմա դուք որից կուտեիք սպագետի, թե սիբեխ, իմ երեխաները նախընտրեցին սպագետի, իրենց համար էլ սպագետի եմ պատրաստում, մեկա չեն ուտի, որ ասեցին չենք ուտում, ուրեմն չեն ուտի, իրանք ընդհանրապես 1000-ից մեկ որ ուտեն բանջարը, սիբեխը, մանդիկը թեկուզ, այ սունկ են շատ սիրում, շատ են սիրում սունկը, մի հատես սիբեխն էլ շուռում ուտամ, շուրտամ, ինքը հեսա կթուլանա, կեփի ու կպակասի, կքչանա, հոտեիս ոնց տարածվեց, այն օր ես գարնաշունչը հոտը բույրը զգացի, խոհանոցումս գարուն է գարուն, սիրելի հետևորդներս, ահա, թող եռա, երկուսն էլ միաժամանակ եռում են, անպայման փակում եմ, մատրաշ, դալար, բանջար, անմիջապես հեսա կեփի։ Մարդ ոնց կարա այս համեղությունը չսիրի։ Վիտամիններով հարուստ, բնական, առանց թունաքիմիկատների և հավելումների։ Ձեռք բերեք այս ամենը Վայոց Ձորյան դաշտերում, բնության պարգև, Աստծո պարգև, բնության հրաշք, սիբեխ, թող հալվի, սպագետի ջրին ես աղ էի լցրել, սպագետին աղ էի, ջրի մեջ էի աղը լցրել, մի հատես տենանք ինչա, այստեղ ինչ է կատարվում, եռում է այն էլ ոնց նելու, իհարկե կաթսան հետ վերադարձրի, այն նպատակով, որ յուղ լցեմ, իդեպ ասեմ, որ ես օգտագործում եմ իմպերիա յուղ, շատ եք գրում հարցնում սիրելի հետևորդներս, իմպերիա յուղն է, 10 կիլոգրամանոց ամանով վերցնում եմ,
նկուղում եմ պահում, քիչ-քիչ բերում, օգտագործում եմ փոքր ամանի մեջ լցնելով։ Արդեն քամած բանջարը սիբեխա լցնում եմ։ Տեսեք, ինչքան պակասեց, քչացավ, դա, այդքան պակաս։ Ահա, թող հավեսին տշտժա։ Եվ մեկ ձում, վայ, պետք է չհարեի։ Ես այսպես գցում եմ ու այստեղ եմ խառնում, որ ավելի լավ լինի։ Այսպես լցնում ու խառնում եմ, չեմ սիրում, որ շատ ձույ է լինում բանջարին, իր այդ համը հոտը կորում է, ձվի համ է լինում, պես լավ չխառնեցի, նա որ լավ խառնի, ահա, այսքանից հետո էլ մի հատ լավ փակում եմ, ձվի համը չմնա։ Ահա, սա էլ համով, հավեսին, տեղը տեղին էպված բանջարը իմ այսօրվա չարչարանքը, դաշտի բարիքը սիրելի հետևորդներս անջատում եմ, թող դրա ձենն էլ կտրվի, ահա, տեսեք, դուք էլ կարող եք գնալ, հավաքել և պատրաստել այս համեղությունը, մեզ բարի ախորժակ եմ ասում, ձեզ էլ բարի գիշեր սիրելի հետևորդներս, լավ մնացեք, առողջ եղեք և շատ ոգևորությամբ, հավեսով ձեր գործերը կատարեք։ Եթե չեք տրտնջում, ապա երբեք չեք հոգնի։ Սա է գաղտնիքը չհոգնելու։